Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը եւ սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիքի հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այժմ մտցվում է ռազմական դրության եւս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան, բայց ինչու դրա ավարտից մեկ ամիս առաջ ուզում եմ շեշտել, որ պետք է ընդունել ակնհայտը։ Կառավարությունը սկսել է չարաշահել ռազմական դրությունը, ասել է նա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը, գրում է Times of Israel-ը, վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը։ Հաղորդվում է, որ Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ Պաղեստինյան պետությունը ահաբեկչության համար հսկայական պարգև կլինի, նշելով, որ ոչ մի պաղեստինյան պաշտոնյա, այդ թվում Պաղեստինի ինքնավարությունից չի դատապարտել Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրականացված ջարդը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև վերջերս սկսված բանակցությունները իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում, գրում է Մեհրը։ Իրանի ԱԳ-նախարարը երախտագիտություն է հայտնել Թուրքիային վերջերս մեկնարկած Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ կառուցողական դիրքորոշման համար եւ Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել այդ կապակցությամբ Իրանի սկզբունքային դիրքորոշումների մասին։ Հական Ֆիդանը իր հերթին ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները, ընդգծելով Թուրքիայի պատրաստակամությունը ցանկացած աջակցություն ցուցաբերել այս խնդրի առաջխաղացման գործում։ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուଆ Բայրուն անհրաժեշտ է համարում լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանությանը, այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։ Բայրուի խոսքով Ֆրանսիային դատելով ըստ ամենայնի հարկավոր կլինի լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել 2026 թվականի պաշտպանական բյուջեին Ֆրանսիայի եւ ԵՄ-ի անվտանգության եւ պաշտպանության հարցերում անկախությունն ապահովելու համար։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսում գտնվող Չատուչակ թաղամասում գլխավոր աուդիտի գրասենյակի 30 հարկանի շենքի երկրաշարժից փլուզման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 103 մարդ, որոնց թվում հաստատված զոհերի թիվը կազմել է 44։ Մոսկվան եւ Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար, բայց մենք չպետք է ակնկալենք անապահ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բավականին ինտենսիվ աշխատանք է տարվում։ Գիտեք, որ առաջին դեմքից տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում։ Նկատի ունեմ վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպման համատեքստում, ասել է Պեսկովը։ Խաղաղության համաձայնագիրը, որը կստորագրվի Հարավային Կովկասում, օգուտ կբերի երկրներին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն այս մասին Բաքվում, ասել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ Վերջին ժամանակներս մենք տեսանք եւ պահպանեցինք կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, ասել է Աքարը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարցազրույցում ողջունել է իր երկրի տրանսատլանտյան դաշինքները, ավելի դրական արտահայտվելով, բայց հարցազրույցում կոչ է արել եվրոպական պետություններին ավելի մեծ անկախություն դրսևորել։ Ես սիրում եմ Եվրոպան, ես սիրում եմ եվրոպացիներին, ասել է Վենսը։ Եվրոպայի համար լավ չէ լինել ԱՄՆ մշտական վասալը անվտանգության ոլորտում։ Նա նաև կրկնել է իր նախկին քննադատությունը ԵՄ անդամ երկրների հասցեին։
Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր։